Սեփական ուժերին մարտահրավեր նետելը հեշտ չէ, սակայն երբ հիմքում ոչ թե անձնական հաղթանակի, այլ պետությանը ծառայելու ձգտումն է, այն պայքարից վերածվում է առաքելության։ Իսկ այդ առաքելությունը լավագույնս իրագործելու կարևոր նախապայման է ներքին համոզմունքը, որ հենց դու ես պատասխանատու անվտանգ, կայուն ու վստահելի միջավայրի ապահովման համար։ Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկ Արման Ղուկասյանը լավ գիտի ինչ է կարգ ու կանոնը, եւ դա գիտի ոչ միայն ծառայության օրինակով, այլև սպորտի։ 4 տարեկանից զբաղվում է մարտական սամբո սպորտաձևով։ Արմանի համար սամբոն պարզապես մարզաձև չէ, այլ դպրոց, որտեղ ձևավորվել է կամքը, նպատակասլացությունը եւ պատասխանատվությունը։ Հենց այս արժեքներով էլ հետագայում ընդունվեց պարեկային ծառայություն, պաշտպանելու հասարակական կարգը նույն ոգով, որով հաղթահարում է մարզական մարտահրավերները։ Պարեկային ծառայության աշխատանքի անցնելու որոշումս կայացրեցի այն ժամանակ, երբ որ զգացի այստեղ արժեքավորում են հասարակությունը, հասարակության կարգ ու կանոնը, մեր երկրի անվտանգությունը եւ մարդկային արժեքները։ Ընտանիքիս անդամները սկզբից դեմ էին, որովհետև գիտակցում էին, որ սա նաև մի քիչ վտանգավոր աշխատանք է, բայց հետո նրանք զգացին, որ դա այն որոշումն է եւ սկսեցին աջակցել ինձ։ Արման Ղուկասյանի համար ծառայությունն ու սպորտը հավասարակշռված նժարի երկու կողմերն են՝ ուժ, կարգապահություն ու պատասխանատվություն թե համազգեստով, թե համազգեստից դուրս։ Արմանը վստահեցնում է ծառայությունն իրեն ավելի է կոփել որպես անհատի, ում առաքելությունը մարդկանց կողքին լինելն է։ Հիշում է, եղել է մի ահազանգ, ինչից հետո տպավորվել է նաև փրկարար ծառայության աշխատանքով։ Ահազանգ սկսանք Մարկահովիտ գյուղում, որ ինչ-որ խոտի մեջ տուկ էր այրվում, մոտավոր 250-300 տուկ։ Պարեկային ծառայությունից առաջի կարգախումբը մենք էինք, որ հասանք դեպքի վայր, սկսեցինք դույլերով ջրերը գրել, հանգցնել այդ ամեն ինչը, ու այդ ժողովրդին օգնելը, այդ հասարակության օգտակար լինելը արդեն ինձ ոգեշնչում է։ Արման Ղուկասյանը նաև մարտական ճանապարհ է անցել։ Ռազմական փորձառությունը եւս ազդել է մտածողության ու աշխարհայացքի ձևավորման վրա։ Այժմ որպես պարեկ նա ծառայության է դուրս գալիս զգոնության, սառնասրտության եւ կայունության հարուստ պաշարով, իսկ որպես մարզիկ շարունակում է կոփել ոչ միայն մարմինը, այլև կամքը իբրև հավատարիմ զինվոր թե սպորտի, թե հայրենիքի առաջ։ Տարիների հետևողական աշխատանքի արդյունքում Արմանը 2018 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի, իսկ 2019-ին Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ 2024 թվականին արդեն ներկայացնելով ներքին գործերի նախարարության կրթահամալիրը կրկին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Երբ որ սկսեցի զբաղվել սպորտով մոտ 4 տարեկան է, այդ ժամանակ ես չեմ որոշել, որ զբաղվեմ սպորտով, որոշել է իմ հայրը, ուղարկել ինձ սամբոյի, արդեն այդտեղից որպես հոբի, հետագայում մասնակցելով մրցումների, առաջնություններ, հաղթանակներ ու մեծացել եմ որպես սպորտսմեն, այսինքն դաստիարակվել եմ սպորտային հոգեբանությունով։ Ծառայությունը սպորտի հետ համատեղել է, ճիշտն ասած մի քիչ դժվար է, բայց համատեղելի է։ Ես երեկոյան 8-ին իմ ծառայությունը ավարտելուց հետո պարտադիր գալիս եմ մի հատ պարապում նոր դուրս գալիս։ Արման Ղուկասյանը պարեկի համազգեստը կրում է նույն հպարտությամբ, ինչպես սպորտային հագուստը։ Երկուսն էլ պահանջում են ուժ, կարգապահություն եւ նվիրում։ Մեկը կոփում է մարմինը, մյուսը բնավորությունը, եւ արդյունքում երկուսն էլ ձևավորում են անհատին, որի գլխավոր նպատակն է լինել այնտեղ, որտեղ իր կարիքն ամենից շատ կա։